Enora քաղաքացիներից մեկը քարոզարշավի ընթացքում մի բան ասեց շատ տպավորվեց։ Ասեց Հայաստանում ընդունված չի ասել, որ ես քեզ սիրում եմ ուղղակի։ Այսինքն դա մենակ ինչքանով է ընդունված, մենակ սիրային զույգերի մեջ է դա ընդունված։ Բայց սերը մենակ սեռական տրամաբանություն չունի։ Սերը հարային տրամաբանություն ունի։ Եվ էսա փոխվել, այո, այդ խոսակցությունը կար, չէ, որ այդ խոսակցությունը կար։ Հեղափոխությունից առաջ, հետո 3 ամիս անցավ, դե բան չի փոխվել, 4 ամիս անցավ, բան չի փոխվել, էլի բան չի փոխվել, պատերազմից հետո ինչ որ փոխվել է դեպի վատն է փոխվել, պարզ է տրամաբանությունը։ Հիմա կա բազմաթիվ բաներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այլն, բայց իրականում ամենակարևոր բանը, որ փոխվել է, հենց այդ է, ամենակարևոր բանը, որովհետեւ այդ դպրոցը, այդ մանկապարտեզը ոչ թե պատճառ են, այլ արդյունք են նրա, որ այսօր Հայաստանի իշխանությունը կամ ավելի կոնկրետացնենք, Հայաստանի վարչապետը, Հայաստանի քաղաքացուն ասում է ես քեզ սիրում եմ։ Հայաստանի քաղաքացին է վարչապետին ասում է ես քեզ սիրում եմ։ Ու շատ երևի սկզբից շատ տարօրինակ էր թվում, բայց ժողովուրդ այդ բանը, այդ շատ խորը փոփոխությունների մասին է վկայում։ Ես մի տեսարան եմ տեսել, ես շոկի մեջ եմ ընկել այդ տեսարանից։ Հիմա արդեն դա սովորական տեսարան է։ Մենք Չարենց Հավանով ավտոբուսով անցնում էինք, դե սիգնալներ տալով գնում էինք, մենք մի ավտոսպասարկ բան կետի մոտ էինք անցնում, եւ մի 30-40 տարեկան տղամարդ այդ ավտոսպասարկման կետից դուրս եկավ մայթ, ըստ ամենայնի մեքենայի յուղ էր փոխում ինքը, միջև այդ սիգնալ լսելով, եւ այդ յուղը ձեռների ծլալով սրտիկ էր անում։ Ես հետո ելույթ ունեցա մեր ներկուսակցական ժողովում, ասացի դուք մենք հարգելի գործընկերներ չենք կարող պատկերացնել, թե սա ինչ անհաղթահարելի ուժ է, երբ որ մենք կմտածեինք, որ 40-50 տարեկան տղամարդը փողոցում բան կանի, փողոցում չէ, տանը կարա սրտիկ անի, որտեվ կարող է թաղում բազար բացվել, ինգերես ինչ սրտիկ մրտիկ ես ինչ շերեք ֆրցնում, լսել ենք տանը սրտիկ եք ֆրցրե, այս ինչ մոմենտ է, որ այդ ինչ է նշանակում, այդ հետևյալ մոմենտն է, մարդը Հայաստանի Հանրապետությունում պետքա սիրի մարդուն, սա է առաջինը քրիստոնեություն ընդունած պետության հիմնական եւ առանցքային իմաստը, պետությունը պետքա սիրի մարդուն, մարդը պետքա սիրի պետությանը, իշխանությունը պետքա սիրի մարդուն եւ մարդն էլ իշխանությանը պիտի սիրի եւ կսիրեն պարագայում, եթե դա լինի իր ընտրած իշխանությունը։ Ահա թե ինչի է կարևոր ազատ, արդար, ժողովրդավարական ճանապարհով իշխանություններ ընտրելը։ Բայց այդ էլ մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում սիրել մարդուն։ Ես այդ թեմաներում խոսել եմ, որովհետև մեր իրականության մեջ սոցիալական հարցը ամենասուրն է, որովհետև երբեմն մենք մարդու նկատմամբ սերը գործածում ենք կամ կարող է գործածվել հենց իր մարդու դեմ, որովհետև իմ ընկալմամբ այն սերը, որի մասին ես խոսում եմ, պետք է մարդուն մոտիվացնի, պետք է մարդուն մղի գործողության, պետք է մարդուն մղի հաղթահարել իր վախերը եւ կոմպլեքսները։ Ես այդ բանը իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ խոսալիս ամեն բանախոսության ասել եմ, նաեւ կրթվել նորաձևի շարժման շրջանակներում։ Եվ շատ կարևոր է, որ մենք նաեւ Հայաստանի համար այդ կարգախոսն ենք կարևոր համարում, որ նախկինում այստեղ հաց, այստեղ կաց արտահայտությունը միշտ օգտագործվում էր
արտագաղթը հիմնավորելու համար, որ դե հələ մի բան էլ քննադատական, դե մարդիկ որտեղ հաց այնտեղ կացով են առաջնորդվում, թողում երկրից գնում է։ Ոչ մեկ չէր հարցնում, բա ժողովուրդ ջան, պետությունը ստեղծել ենք, ինչի հաց չկա պետության մեջ, ինչի հաց, խի պետք է հաց չլինի, այսինքն մենք պետությունը նրա համար է, որ մենք պետության մեջ մաքարենք, տարապենք, գոյատևենք, իսկ հաց վաստակելու համար գնանք ուրիշ տեղ։ Այսօր այս տրամաբանությունը եւ կարգախոսը մենք փոխել ենք, մենք ասում ենք այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց եւ հետեւաբար հացը պետք է այստեղ լինի, հացը պետք է այստեղ լինի։ Բայց շատ կարեւոր է հասկանալ թե հացը ոնց պետք է լինի, որովհետեւ ես ասում եմ այսօր բազմաթիվ ընտանիքներ կան, ցավոք դեռ որոնք հաց չունեն, ես ասում եմ մենք քրիստոնյա ենք, մենք կարեկից ենք, մենք չենք կարող անտարբեր մնանք այդ մարդու հոգսի կամ ընտանիքի հոգսի նկատմամբ, եկեք հավաքվենք բոլորովս եւ գնանք հաց տանք այդ մարդկանց, այսօր տվինք հացը, եկեք հաջորդ օրը գնանք տեսնենք ինչա փոխվել այդ մարդու կյանքում, գնում ես հաջորդ օրը տեսնում ես էլի հաց չունի ինքը, ասում ես ոնց բայր եք հաց տվեցի, ինչի այսօր հաց չունի, որտեղ այդ հացը ինքը սպառել է երեք, ասում ես լավ չեմ կարող անտարբեր լինեմ, այսօր էլ հաց տամ, երրորդ օրն ես գնում տենաց ինչա փոխվել այդ մարդու կյանքում, տենում ես այդ մարդը էլի հաց չունի, լավ մի ամիս հաց տաս, մի ամիս 1/3 օրը գնաս տենաց, գնում ես տենում ես այդ մարդը էլի հաց չունի, լավ մի տարի ամեն օր հաց տաս, մի տարի մի օրը գնում ես տենում եք, ես ինչ լավ էր, ձեզ էլ գլխարկ եղավ, մենակ ես չեմ գլխարկում, հիմա դուք եք գլխարկում, ասում ես, ես ինչ եղավ, մի տարի ես մարդուն հաց ենք տալիս, ինքը էլի հաց չունի, հա էլի հաց չունի, 10 տարի հաց տաս, այդ 10 տարի առաջին օրը գնում ես տենում ես այդ մարդը էլի հաց չունի, եւ այսօր ցավոք Հայաստանում կան ընտանիքներ, որոնք 10 եւ ավելի տարի, հազարավոր ընտանիքներ սոցիալական բան են ստանում, այդ պայմանական ասած փարոս, մենք այդ մարդկանց լավություն ենք անում, ոչ մենք այդ մարդկանց վատություն ենք անում, այդ ընտանիքների երեխեքին ներշնչում ենք, որ աղքատությունը իրանք ճակատագիրն է, իրանք ուրիշ շանս չունեն, դրա համար մենք հիմա փոխում ենք սոցիալական վիճակի գնահատման համակարգը եւ այնպես անում ենք, որ մարդուն թեկուզ մի տարի ամեն օր մենք հաց տանք, բայց մի տարի մի օրը գնանք տեսնենք, որ ինքը իր աշխատած հացն է ուտում եւ սեփական աշխատանքով վաստակած հացից համով հաց երբեք ոչ եղելա ոչ էլ կարող լինի